Իդեպ մի քանի օր է Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիային իրականացնում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները պահանջելով հանդիպում ԳՇՊետ Էդվարդ Ասրյանի հետ։ Սկզբում նրանց չընդունեցին նշելով, որ շաբաթ օրը չեն աշխատում։ 24-ժամյա ռեժիմով երկրի անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունում շաբաթ օրը չեն ընդունում երկրի պաշտպանության ժամանակ անհետ կորածների հարազատներին։ Հետո նշեցին, որ ԳՇՊետի փոխարեն նրանց կընդունի փոխնախարար Արման Սարգսյանը։ Ծնողները սակայն դեմ էին, նշելով, որ հասցեատերը ինքը չէ, տեղի ունեցավ քաշքշուկ, լարվածություն, ժամանեց շտապօգնություն։ Արդեն այսօր սեպտեմբերի 30-ին պարզվեց, որ ԳՇՊետն ընդունել է ծնողներին, բայց բախումներից հետո երեկոյան 20:30-ին։ Դրանից հետո ՊՆ-ն որոշեց մուննատ գալ լրատվամիջոցների վրա, իբրև թե կեղծ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Էդվարդ Ասրյանը չի ընդունել անհետ կորածների հարազատներին։ Փաստենք, որ պատերազմից անցել է 5 տարի, սակայն իշխանությունները այդպես էլ չեն պարզել անհետ կորածների ճակատագրերը։ Տարան, կոտորեցին, տարան, կորցրեցին, իմանալով անգամ տեղները չգնացին, հետևներից ոչ մի բան, կատեգորիկ էս մարդկանց նպատակը երեխեքին կոտորելն ու օրեխեքին ասենց ոչնչացնելն էր։ Սրանք էդ են, այս կառույցը էդ է։ 5 տարում Փաշինյանը կարողացել է ամբողջությամբ հանձնել Արցախը, տարածքներ հանձնել Տավուշից, Գեղարքունիքից, Սյունիքից, միջանցք տալ թշնամուն տարբեր անունների տակ, բայց այդպես էլ չի կարողացել պարզել անհետ կորածների ճակատագրերը։ Փոխարենը ծնողներին խորհուրդ է տվել զբաղվել իրենց մյուս երեխաներով։